Star News-ի աչքից չի վրիպել պարուհի Էլեոնորա Պետրոսյանի ինստագրամյան հարթակում արված վերջին հրապարակումը։ Լուսանկարում երևում է նրա էլեգանտ զգեստը և առատ փունջ կարմիր վարդեր։ Սկանդալային բաժանումից հետո նման հրապարակումը միանգամից ուշադրության կենտրոնում է հայտնվել, առաջ բերելով հարցեր, թե ով է նվիրել ծաղկեփունջը։ Եվ իհարկե, ինչ նպատակով է Էլեոնորան հրապարակել նման լուսանկարներ։ Գուցե սա պատասխան է նախկին ամուսնուն, կամ պատահական գեղեցիկ կադրեր։ Ժամանակը ցույց կտա։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Էլեոնորան իր ինստագրամյան հարթակում գրել էր հետևյալը. «Պաշտպանում եմ իմ ճշմարտությունը որպես կին, որպես մայր, որպես մարդ։ Շատ ժամանակ լռել եմ, հարգելով իմ ընտանիքը, իմ երեխաների հոգին, իմ ներսի աստվածավախ մարդուն։ Բայց կան պահեր, երբ լռությունը դառնում է մեղսակցություն։ Երբ իմ անունը փորձում են շպրտել ցեխի մեջ, ես այլևս լռել չեմ կարող։ Ես չեմ մեղադրում, չեմ վիրավորում, չեմ նսեմացնում, բայց պահանջում եմ արդարություն և ճշմարտություն։ Մեղադրանքները, որ հնչում են իմ հասցեին, չեն արտացոլում իրականությունը։ Ցավալի է, երբ մարդ իր իսկ արարքների պատասխանատվությունը փորձում է բարթել մեկ ուրիշի ուսերին։ Բայց ավելի ցավալին այն է, երբ այդ մարդը եղածն էլ մոռանում է, բամբասելով, զրպարտելով, աղավաղելով ճշմարտությունը։ Ես չունեմ թաքցնելու ոչինչ։ Ունեմ փաստեր, ունեմ հիշողություններ, ունեմ շատ ցավոտ ու հստակ հիշողություններ, որոնք կարող են ապացուցել իմ անմեղությունն ու միաժամանակ ուրիշի իրական դեմքը։ Բայց ես չեմ վազում վրեժի հետևից։ Ես ուղղակի ուզում եմ, որ բոլորը իմանան ճշմարտությունը։ Ես աստվածավախ մարդ եմ, ու եթե մինչև այսօր չեմ հրապարակել այն ամենը, ինչ կարող էի, ապա դա միայն իմ երեխաների հոգեկան անդորրն է եղել։ Բայց այս լռությունը չպետք է մեկնաբանվի որպես մեղավորություն։ Ցանկացած մեկն, ով լսել է իմ հասցեին մեղադրանքներ, եթե ձեզ համար ճշմարտությունն արժեք ունի, խնդրում եմ պահանջեք ապացույցներ։ Իսկ ես իմ խոսքի տակ ստորագրում եմ և անհրաժեշտության դեպքում կցուցադրեմ ողջ փաստերը։ Ես ապրում եմ մաքուր խղճով, ու որքան էլ դժվար է, ես ուժ եմ գտնում բարձր գլխով քայլելու որպես կին, որպես մայր ու որպես մարդ, ով երբեք չի դադարել հավատալ, որ վերջում ճշմարտությունը հաղթում է։ Օրերս էլ Էլեոնորան Արմլուրի հետ զրույցում խոսել էր իր և նախկին ամուսնու փոխհարաբերությունների մասին, նշելով հետևյալը. «Մեր ընտանիքը կառուցվել է մեծ սիրո հիման վրա, ես սիրել եմ կուրորեն։ Ամուսնությունը, որ պատկերացրել եմ, ինձ համար շատ հեքիաթային էր։ Երեխաներ, սիրող ամուսին, ինչ երազանքներ ունեի ամբողջը կապված էր իմ ընտանիքի հետ։ Բայց ցավոք այդ ամենը այդքան էլ հեքիաթային չէր։ Մեր ծանոթությունից մինչև ամուսնություն ամեն ինչ շատ հեքիաթային էր, բայց այս ամենը հեքիաթային ավարտ չունեցավ։ Ամուսնությունից սկսած օր-օրի ես հասկանում էի, որ իմ պատկերացումները լրիվ այլ են եղել և ամուսնական կյանքը լրիվ այլ է։ Հանդիպել եմ բազմաթիվ դժվարությունների, բազմաթիվ վիճաբանություններ, դավաճանություններ, որոնք ես ներել եմ։ Քանի որ ես սիրում էի մեծ ընտանիք ունենալ և պատկերացնում էի, որ իմ երեխաները պետք է մեծանան միայն լիարժեք ընտանիքում։ Ներել եմ ամենաաններելիները։ Մոտ 3 ամիս առաջ մենք ամուսնալուծվել ենք, որոշումը իմ կողմից է եղել։ Մեր ամուսնալուծությունից հետո բանավոր պայմանավորվածություն ունեինք, որ երեխաները պետք է բնակվեն իմ հետ։ Ես ընդհանրապես չեմ խոչընդոտել, որ ինքը գա, տեսնի կամ վերցնի երեխաներին։ Տանի, ժամանակ անցկացնի, բայց ամեն ինչից ես տեղյակ եմ եղել։ Հոկտեմբերի 1-ին, չգիտեմ ինչու, ինքը որոշում է, որ առանց ինձ տեղյակ պահելու կգնա կվերցնի երեխաներին և ինձ չի ասի գտնվելու վայրը։ Սովորական օր էր, ես գնում էի իմ երեխաների հետևից։ Բայց նրանք այնտեղ չէին։ Դայակներն ասեցին, որ հայրիկը տարել է։ Այնքան արագ է հագցրել հանել, որ ուրիշի վերնահագուստն է հագցրել։ Սեփական հայրը սեփական երեխաներին չի կարող առևանգել կամ գողանալ, բայց պատկերացնում եք իմ վիճակը։ Երբ գնացել, տեսել եմ իմ երեխաները այնտեղ չեն։ Զանգահարել եմ, գրել եմ, նա ասել է, որ չի վերադարձնելու և գտնվելու վայրի մասին ինձ տեղյակ չի պահել։ Նրա հայրն ու մայրը Հայաստանում չեն բնակվում, նա չունի մշտական հասցե բնակության։ Նույն պահին դիմել եմ ոստիկանություն։
Ոստիկանությունից ինձ ասացին, որ ինչ-որ տանն են, նորմալ վիճակում են, այդպես մի փոքր հանգստացա։ Մի քանի օր մնացել են հայրիկի մոտ ու ես տեղյակ չեմ եղել, թե իմ երեխաները որտեղ են։ Երեխաներն արդեն իմ մոտ են, միջանկյալ որոշում կա, բնակությունը հաստատվել է ինձ մոտ, այսինքն ես կարող եմ որոշել հայրիկը տեսնի, թե ոչ։ Ես ընդհանրապես չեմ խոչընդոտում, բայց ինքն էլ պետք է դիմի դատարան, որպեսզի տեսակցության ժամեր վերցնի, օրենքը դա է պահանջում։ Ամիսներով ինքը տուն չի վերադարձել, չի իմացել երեխաները քնած են, արթուն են, այսքան ժամանակ եղել է բաժանվենք, միանանք, երբևիցե իմ պատճառով չի եղել բաժանությունները։ Մեղավորությունն ամբողջովին եղել է իր վրա, զենքի մասին հաղորդում երբեք չեմ ներկայացրել, դա ազերպարտություն է։ Փաստաբաններ Վաչե Ալեքսանդրյանը և Նարեկ Վարդանյանը պնդում էին, թե պարուհի Էլեոնորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ամուսինը Ալբերտ Աղաջանյանը բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ երեկ Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել և զենք չի հայտնաբերվել։ Կա հարուցված քրեական գործ։ Էլեոնորա Պետրոսյանի փաստաբան Արմինե Օհանյանը հակադարձեց և հայտնեց, որ Էլեոնորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց վերջինիս տեղյակ պահելու ճակերտավոր ասված առևանգել և ճակերտավոր գողացել է երեխային մանկապարտեզից հագցնելով ուրիշ երեխայի շորեր, առանց մոր և դայակներին տեղյակ պահելու։ Մի քանի օրով կորել է, չպատասխանելով զանգերին ու հաղորդագրություններին։ Star News-ը ներկայացնում է Էլեոնորա Պետրոսյանի փաստաբանի խոսքի մանրամասները։ Քրեական գործով իմ վստահորդը ոստիկանություն է դիմել ոչ նման հաղորդմամբ։ Մյուս կողմի փաստաբանը խեղաթյուրում է իրականությունը։ Պարոն Ալբերտ Աղաջանյանը, իմ վստահորդի ամուսինը, հոկտեմբերի 1-ին առանց երեխաների մորը Էլեոնորա Պետրոսյանին տեղյակ պահելու մանկապարտեզից ճակերտավոր առևանգում գողանում է երեխային հագցնելով ուրիշ երեխայի շորեր և առանց մորը կամ դայակներին տեղյակ պահելու երեխաներին վերցնում և մի քանի օրով կորում է, չի պատասխանում զանգերին, չի պատասխանում հաղորդագրություններին և չի հայտնում երեխաների գտնվելու վայրը։ Էլեոնորա Պետրոսյանը դիմել է ոստիկանություն, աջակցություն խնդրելու այն նպատակով, որպեսզի հնարավոր լինի երեխաներին վերադարձնել մայրական խնամքին։ Այդ շրջանակներում էլ տվել է քննիչի հարցին տարաբնույթ պատասխաններ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ես տվյալ քրեական գործով փաստաբանը չեմ հանդիսանում, այլ հանդես եմ գալիս որպես քաղաքացիական գործով փաստաբան՝ երեխաների մասով։ Նշեմ, որ եթե անգամ կողմի փաստաբանը նման հանգամանք է պնդում, ապա պետք է առնվազն լինի իմ վստահորդին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում։ Սակայն ինձ հայտնի տեղեկություններով քննչական կոմիտեի կողմից մենք նման որոշում չենք ստացել։ Իսկ այն, ինչ փաստաբանը ձեզ հայտնել է, նախաքննական գաղտնիք է, եթե նույնիսկ այդպես է։ Այսինքն մեծ հարց է, նա իրավասու էր նման տեղեկություններ հրապարակելու, թե ոչ։ Այդ իսկ պատճառով, քանի որ դա նախաքննական գաղտնիք է և հստակ տեղեկություն դեռևս չկա, ապա Ալբերտ Աղաջանյանը չի դատապարտվել որևէ հստակ գործողություն կատարելու կամ չկատարելու մեջ։ Այսպիսով սուտ ցուցմունքից կամ սուտ մատնությունից խոսելը շատ վաղ է։ Ինձ հայտնի է, որ Էլեոնորան երեխաների մասով համապատասխան դիմում է ներկայացրել։ Ալբերտ Աղաջանյանի նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում և վերջինիս արգելվել է մոտենալ կնոջը որոշակի ժամանակահատվածով։ Մնացած տեղեկատվությունը, թե իբր այդ դիմումը ներկայացրել է իմ վստահորդը, չի համապատասխանում իրականությանը։ Դատարանի որոշում, որով արգելվում է երեխաներին տեսակցելը, առկա չէ։ Սակայն կողմերն ունեցել են համաձայնություն, որ երեխաները մնան մայրական խնամքի տակ և այդ համաձայնությունը պարոն Աղաջանյանը ձեռք է բերել նաև ինձ հետ։ Այդ օրը նա մոտեցել է իր նախկին փաստաբանների գրասենյակ, փաստաբաններից վերցրել է երեխաների անձնագրերը։ Հետո հապճեպ գնացել է մանկապարտեզ և վերցրել երեխաներին, մի քանի օր անհետանալով։ Ոստիկանությունից էլ են զանգել, ասելով երեխաներին բեր, իսկ նա պատասխանել է. չեմ բերելու, դատական ակտ չկա, որ երեխաները մոր մոտ են մնում։ Հիմա մենք բնականաբար արդեն ունենք դատական ակտը և այն անհապաղ հարկադիրի միջոցով ի կատար է ածվել։ Երեխաները այս պահի դրությամբ մայրական խնամքի տակ են։ Նշեմ, որ նպատակը երբեք չի եղել Ալբերտ Աղաջանյանի դեմ մատնություն կամ ցուցմունք տալը։ Այստեղ նպատակը բացառապես երեխաներին վերադարձնելն է եղել։